Բարև։ Բարև ձեզ։ Խնդրեմ, Վահան։ Այո, ես 10 տարեկանից մասնակցել եմ կամավորական ծրագրերի ու շուրջ 250 կամավորություն եմ կատարել։ Ցանկանում եմ իմանալ, ես ինչ առավելություններ կունենամ, բացի ամերիկյան համալսարան ընդունվելու հնարավորությունից։ Մենք հիմա բարձրագույն կրթության եւ գիտության նոր օրենք ունենք, որը բոլորովին վերջերս ազգային ժողովում ընդունվեց, եւ պլանավորում ենք, որ նոր օրենքի համաձայն կունենանք ընդունելության նոր կարգ։ Հատկապես ուզում ենք կամավորությունը դարձնել ընդունելության գործընթացում հաշվառվող եւ հաշվի առնվող բաղադրիչ։ Դու էլ 8-րդ դասարանն ես ու շատ հնարավոր է, որ այդ ընդունելության նոր կարգով կարողանաս ընդունվել։ Նախագծային աշխատանքները օգնեցին ոչ միայն պարզապես որևէ պրոդուկտ ստեղծելու, այլ նաև օրինակ եթե կան աշակերտներ, որ ապագայում հենց հետազոտող են ուզում դառնալ, սա իրենց համար մեծ հիմք է։ Մենք ունենք այդպիսի աշակերտներ, ովքեր կենսաբանություն քիմիա են ուսումնասիրում ու այնպիսի նախագծային աշխատանքներ են արել, որոնց մասին մենք ինտերնետում օրինակ չենք գտել։ Մենք կատարել ենք նախագծային աշխատանք մաթեմատիկա առարկայից։ Մենք ունեինք հանդիսությունների սրահ եւ վերջնարդյունք սահմանեցինք հանդիսությունների սրահ նախագծը։ Ստեղծեցինք մոդել եւ ցանկացանք նաեւ դա ցույց տալ ցես Շատ լավ է, որ դպրոցի խնդիրներին եք անդրադառնում ու հենց այս տեսանկյունից, որ փորձում եք լուծումներ առաջարկել ապրել։ Ես Կարապետյան Մարինան եմ, Երևանի Պետական Հումանիտար քոլեջի 3-րդ կուրսի ուսանողուհի։ Տվյալ պահի մենք ստանում ենք միջին մասնագիտակակրթություն եւ մենք փաստացիորեն կարող ենք այդ կրթությունը ստանալուց հետո քոլեջի դիպլոմով անցնենք աշխատանքի, բայց խնդիրը նրանում է, որ շատ հաճախ քոլեջի կրթությունի մասը չի համարվում աշխատանքային փորձ։ Մեզ համար շատ դժվար է վերաբերվում մեր դիպլոմի։ Միջին մասնագիտական կրթության դիպլոմով ավելի դժվար է աշխատանք գտնելը, քանի որ ցանկացած գործատու պահանջում է նախ եւ առաջ աշխատանքային փորձ։ Մենք անցյալ տարի նոր օրենք ենք ընդունել մասնագիտական կրթության ուսուցման ոլորտում, այսինքն քոլեջների կրթության համար նոր կարգավորումներ են գործում, եւ դրա ամենակարևոր սկզբունքը աշխատանքի վրա հիմնված ուսումնառության դուալ ուսուցման այդ թվում, որը դրա ձևերից մեկն է, ներդնումն է, եւ դրանով կարգավորվել է նաեւ դա աշխատանքային փորձ համարելու, ստաժ համարելու այդ հարցերը,